փոխանցեմ ձեզ։ Բարի օր բոլորին, նախ ավանդույթի համաձայն շնորհակալություն հայտնեմ այս գեղեցիկ եւ կարևոր միջոցառման կազմակերպիչներին։ Ես կարծում եմ այն հարցերը, որոնք քննարկվում են եւ քննարկվել են այսօր, իրոք չափազանց կարևոր են եւ շատ հետաքրքիր կլինի մտքեր փոխանակել դրանց շուրջ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը Հարավային Կովկասի նկատմամբ, մի կողմից կարծես թե շատ խոսալու նյութ էլ չկա, ամեն ինչ շատ պարզ է։ Հարավային Կովկասը իրոք մի տարածաշրջան է, որին Թուրքիան ավանդաբար շատ մեծ ուշադրություն է դարձնում, որտեղ Թուրքիան ավանդաբար իրեն դրսևորում է չլինելով տարածաշրջանային խաղացող, բայց այնուամենայնիվ իրեն դրսևորում է որպես Հարավային Կովկասի բոլոր գործընթացներին ներգրաված մի խաղացող, մյուս կողմից պետք է հասկանալ ինչով է կարևոր իրոք Հարավային Կովկասը Թուրքիայի համար։ Կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Որպես սուբյեկտիվ ես կթվարկեի նախ Հարավային Կովկասի սերտ կապը Թուրքիայի պաշտոնական նարատիվների հետ։ Մենք բոլորս գիտենք, որ կա պետական մի պատմություն Թուրքիայում, որոշակի նարատիվներ կան, որոնք ամրագրված են պատմության դասագրքերում, ակադեմիական աշխատություններում, պետական կառույցության մեջ։ Թուրքիան դիտարկում է Հարավային Կովկասը որպես իր ավանդական օսմանյան աշխարհի մի մաս։ Ստամբուլում որ եղել է եւ այցելել է Թոփքափը պալատը երևի նկատել է այդտեղ այգու մի հատվածում կա այսպես կոչված Ռևան քեշքը, Երևանյան պալատ, Երևանյան փոքրիկ մի բան է, որը նվիրված է Թուրքիայի կողմից Երևանի գրավմանը օսմանա-պարսկական պատերազմների ժամանակ։ Հարավային Կովկասը նաև հատուկ նշանակություն ունի Թուրքիայի երիտուրքական պատմության ժամանակահատվածում։ Հարավային Կովկասում էին գործում Թեշքիլաթ-ը Մավսայի հատուկ կազմակերպության ֆիդայինները, որոնց շուրջ այսօր Թուրքիայում ուղղակի լեգենդներ են շրջանառվում, մարդիկ, որոնք մեկ մավզերով ամբողջ Հարավային Կովկասը ոտի էին կանգնացնում եւ տապալում էին ռուսների եւ հայերի տիրակալությունը, այսպիսի լեգենդներ են տարածվում։ Հարավային Կովկասը նաեւ կարեւոր է այն առումով, որ նա եղել է առաջին հանգրվաններից մեկը, որտեղ կանգ են առել Մանասկերտի ճակատամարտից առաջ իրենց նախապապերը գալով Միջին Ասիայից, այսինքն ինչ-որ մի սակրալ բան կա, որը իհարկե մի քիչ սուբյեկտիվ է եւ կարող եք ասել լավ ինչ է դա նշանակում, բայց երբ որ այդ մտքերը, այդ գաղափարները պետական կառույցության յուրաքանչյուր լսափողից, նույնիսկ էլեկտրական հարթուկից, ով որ հիշում է մեր սովետական անցյալը, երևի հասկացավ ինչ եմ ուզում ասել, նույնիսկ հարթուկից են քեզ կարոզում, այդ մտքերը տեղավորում են քո ուղեղի մեջ։ Օբյեկտիվ լինելով Հարավային Կովկասը կարևոր է նախ այն առումով, որ դա այն գոտին է, որը ապահովում է ողջ Արևելյան Անատոլիա, Թուրքիայի արևելյան շրջանների անվտանգությունը։ Այս տարածաշրջանը ավանդաբար եղել է մի շարք ուժերի շահերի բախման տարածաշրջան։ Մենք խոսեցինք օսմանա-պարսկական պատերազմների մասին, բայց դրան հաջորդեց ռուս-թուրքական դիմակայությունը, որը ինչ-ինչ դրսևորումներով ինչ օրը շարունակվում է։ Թուրքիայում նույնպես կա մի առասպելաբանություն, այսպես կոչված Մոսկովի դեմ տարած պատերազմների մասին, որը նույնպես շատ կենդանի եւ կենսունակ նարատիվներ են։ Թուրքիայի համար շատ կարևոր է թույլ չտալ Անդրկովկասում, Հարավային Կովկասում որևէ մեկ աշխարհաքաղաքական ուժի գերակայությունը։ Եվ դրանք հետևական պայքարեցին Խորհրդային Միության փլուզումից հետո նախ ռուսական ներկայությունը չեզոքացնելու ուղղությամբ, միաժամանակ աշխատանք տարան նաև իրանական հնարավոր ազդեցության դեմ։ Այսօր էլ թուրքերը փորձում են ամեն ինչ անել թույլ չտալու այստեղ որևէ աշխարհաքաղաքական ուժի գերակայությունը, այդ թվում նաև իր դաշնակից ուժերի։
թուրքերը հավասարաչափ ցավագին են վերաբերում նաև այսպես կոչված ադրբեջանա-իսրայելական մեղրամսին, որի ականատեսը մենք ենք, բավականին անհանգիստ են Ամերիկայի հնարավոր քայլերից, որպես դրա կանխամիջոց դիտարկում են յուրատեսակ այս կամ այն աշխարհաքաղաքական ուժի գործակալի դերի ստանձնումը։ Այդ քաղաքական մրցակցության տեսակետից շատ հետաքրքիր օրինակ Ադրբեջանի ժամանակակից Ադրբեջանի պատմությունը, հատկապես առաջին տասնամյակը, երբ որ այդտեղ մի կողմից Ռուսաստանը փորձում էր պահպանել իր ազդեցությունը, մյուս կողմից շատ ակտիվ մուտք էր գործում Իրանը, եւ թուրքերը ուղղակի ցայտնոտային վիճակում էին, նրանք սկզբից իրենց գրավը դրեցին Ալբուրֆազ Էյչբեի վրա, բայց շատ շուտով շատ արագ հասկացա, որ Ալբուրֆազ Էյչբեը ոչ թե լուրջ քաղաքական գործիչ է, այլ մարդ է, որը հավելյալ խնդիրներ է ստեղծում իրենց համար, եւ հետագայում ճիշտ կողմնորոշվեցին նախընտրելով գործ ունենալ հանգուցյալ Հեյդար Ալիևի հետ։ Եթե մեր ժամանակային պայմանները թույլ են տալի, մի կարճ դրվագ պատմեմ, որը շատ կարևոր եղավ Աբուլֆազ Էլչիբեի վերաբերյալ ճիշտ գնահատական տալու մասին։ Ես այդ դրվագը իմ ուսանողներին մի երկու անգամ պատմել եմ 92 թվականին, երբ որ նախկին հետխորհրդային տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ հավաքում են Ստամբուլում, նպատակը Սերծովյան տեսական կազմակերպության հիմքերը դնելն էր, ժամանում է նաև Աբուլֆազ Էլչիբեը։ Հայտնի փաստ է, որ Էլչիբեը գալիս է, առաջ իջնում է ինքնաթիռից, համբուրում է հող, ասում է ես երջանիկ եմ լինել թուրքական հողում, բայց դրա մասին քիչ է խոսվում, գիշերը Էլչիբեը անհայտանում է հյուրանոցից, ժամը 2-ին Էլչիբեի թիկնազորը, որ տրվել էր Թուրքիայի իշխանությունների կողմից, ահազանգ է հնչեցնում, որ նախագահան դուրս է եկել համալից եւ չկա։ Կա նախկին պետնախարար Ջավիդ Չաղլար, որը անցյալ տարի մի գիրք է գրել իր հուշերի եւ այնտեղ այդ դրվագը, որը մինչև այդ պատմում էր ուղղակի բերանացի որպես առասպել, ինքը որպես ականատես մանրամասն ներկայացրել է, Ստամբուլի ողջ ոստիկանությունը ոտի են հանում, Լուսավդեմին պարզվում է, որ ինչ-որ մի տաքսու վարորդ իր ուղևորի հետ սպասում է ասիական ափում, ամբողջ ոստիկանությունը եվրոպական մասից անցնում է ասիական ափ, այնտեղ այդ տաքսու վարորդին հայտնաբերում են, ասում է, հա, մարդ կա իմ մոտ ուղևոր, մեքենայում քնած է։ Արթնացնում են, ասում, պարոն նախագահ, ինչ է պատահել, ասում է, գիտեք, գինովցած էի, ես երազանք ունեի, գա եւ Բոսֆորի ափին նստեի եւ նայեի երկնքի աստղերին, հիսալուսնին։ Եվ ես ասում եմ, իրականացրի իմ երազանքը։ Ծիծաղելու դրվագ է, բայց այդ դրվագը շատ առումներով վճռորոշ եղավ Էլչիբեի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Սա մի փոքր զրույց աշուժացնելու համար, հիմա ինչ է անում այսօր Թուրքիան։ Իհարկե, ինչպես ասացի, Հարավային Կովկասը շատ կարևոր է, բայց կարևոր է ոչ թե ինքնին որպես տարածաշրջան, նրա կարևորությունը Թուրքիայի համար այս պահին այն քաղաքականության ծիրի ներքո, որ ինքը վարում է, ավելի կարևոր է որպես մի հենակետ, որը իրեն թույլ է տալիս ընդարձակվել դեպի Կենտրոնական Ասիա։ Հիմնական թիրախը Թուրքիայի արտաքին քաղաքականության իմ գնահատականով այս պահին դա Կենտրոնական Ասիան է, բայց Կենտրոնական Ասիայում ընդարձակումը հնարավոր չէ թիկունքում Հարավային Կովկաս չունենալու պարագայում։ 90-ական թվականների սկզբին Թուրքիան դա փորձեց անել, յուրատեսակ էյֆորիա կար, եթե հիշում եք այն ժամանակվա նորընտիր նախագահ Սուլեյման Դեմիրելը հայտարարեց, որ շուտով կառուցել են թուրքական աշխարհ Ադրիատիկ ծովից դեպի Չինական պատ, 1-2 տարի հետո պարզվեց, որ նախ թուրքական պետությունները այդքան էլ չեն երազում ռուսական աշխարհից հետո, սովետական աշխարհից հետո դառնալ մեկ նոր անհասկանալի աշխարհի մաս, երկրորդը, որ Թուրքիան պարզապես ի վիճակի չէ իր ուսերի վրա կրել այդ բեռը, որտեղ դա պահանջում է հսկայական, տնտեսական, քաղաքական ներուժ, եւ Թուրքիան ուղղակի դրա համար պատրաստ չէ։ Այսօր իրավիճակը ինչ փոխվել է,
Ֆինանսների առումով Թուրքիան գտել է մի նոր, կարծես թե անսպառ աղբյուր, եւ այդ նոր անսպառ աղբյուրը Ադրբեջանն է։ Թուրք-ադրբեջանական հարաբերությունները, գիտեք, ես այսօր կհամեմատեի ծովում կան, չէ՞, մեծ կետ ձկները, որոնք լով են տալի, եւ նրա շուրջ փոքր այսպիսի ձկնիկներ են, հայերեն չգիտեմ ոնց է, ռուսերեն ասում են «рыба прилипала», որը միշտ կետի շուրջ է ֆռում եւ նրա վերնից փախչող կերակուրն է ուտում։ Կետի օգուտն էլ այն է, որ իր վրայի պարազիտներին է մաքրում, բուժում է իրեն։ Շատ առումներով այսօրվա թուրք-ադրբեջանական հարաբերությունները իրար նման են։ Բավականին թուրք-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան, զարգացումները, դա ես կարծում եմ առանձին եւ շատ լուրջ խոսակցության թեմա է, մի օր միգուցե ձեզ կընտրեմ հենց դրա շուրջ հավաքվենք, կարծում եմ դուք էլ հրատ ամենայն դեպս դուք մի հոդված ունեք այդ թեմով, եթե չեմ սխալվում, բայց այսօր եկել են այնպիսի մի վիճակի, որ մեկ տարածաշրջանում մենք գործ ունենք յուրատեսակ սիմբիոզի հետ եւ Ադրբեջանի միջոցով Թուրքիան ոչ միայն անցկացնում է իր քաղաքական առաջնահերթությունները տարածաշրջանում, այլ նաեւ օգտագործում է Ադրբեջանի ֆինանսական ներուժը, ֆինանսական ռեսուրսները մի շարք տարածաշրջաններում իր քաղաքականությունը առաջ տանելու համար։ Շատ հետաքրքիր օրինակ է, օրինակ Ֆրանսիայի անդրսովյան գաղութների շուրջ ընթացող զարգացումները, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ինչ-որ մի շարժում է գնում Նոր Կալեդոնիան ազատելու, ինչ-որ Պոլինեզիայի կղզիներին ազատություն բերելու ուղղությամբ, բայց իրականում երբ որ մի քիչ իջնում ես պարզապես թերթային հրապարակումների մակարդակից մի մակարդակ ցածր, ակնհայտ է, որ այնտեղ խոսքը գնում է ավելի լուրջ աշխատանքի մասին, որը հիմնականում կատարվում է հետևյալ ձևաչափով. գաղափարները, տեխնոլոգիաները թուրքերից են, կատարումը եւ ֆինանսավորումը ադրբեջանական կողմից։ Մոտավորապես նույն սխեմայով աշխատում են նաեւ հայկական ցեղասպանության դեմ դիմակայության ֆրոնտում, այսինքն ընդ որում այդ ուղղությունը սկսել է աշխատել ավելի վաղ, դեռևս 16-17 թվականներից թուրք-ադրբեջանական հստակ համագործակցություն կա եվրոպական երկրներում դիմակայելու ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Եվ այնտեղ բացահայտ դա ակնհայտ է, թե ուղղակի ֆինանսավորումը գալիս է Ադրբեջանի կողմից, իսկ տեղում համակարգումը արվում է թուրքական ակտիվիստների, որոնք ունեն Եվրոպայում ապրելու փորձառություն, մի քիչ պատկերացում ունեն նաև, թե ինչպես պետք է դիմակայել ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Այդպիսով մենք կարող ենք ամրագրել, որ Հարավային Կովկասում Թուրքիայի արտաքին քաղաքականության այսօրվա հիմնական հենասյունը դա Ադրբեջանն է։ Մենք ունենք նաև այստեղ Վրաստան, որի հետ հարաբերությունները նույնպես ապրեցին բավականին հետաքրքիր տրանսֆորմացիա այս վերջի տարիների ընթացքում, ասենց ասեմ, որոշիչ շրջանը թուրք-վրացական հարաբերություններում եղավ, երբ որ իշխանության եկավ Սաակաշվիլին։ Հենց Սաակաշվիլիի շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավականին սերտացան եւ հատկապես աշխուժացան տնտեսական հարաբերությունները։ Սաակաշվիլի համար Թուրքիայի հետ հարաբերությունները նաև յուրատեսակ հնարավորություն էր դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Այստեղ ես նաև նմանություն եմ տեսնում նրա հետ, ինչ փորձում են անել մեր իշխանությունները, մոտավորապես տրամաբանությունը նույնն է։ Թուրքիայի պարագան Թուրքիան կանաչ լույս վառեց դեպի Վրաստան ուղղված ներդրումներին, Վրաստանը ներգրավեց մի շարք տնտեսական նախագծերի մեջ, որոնք մի կողմից իհարկե բավականին մեծ օգուտ են բերում Վրաստանի տնտեսությանը, թույլ են տալու նաև վարել ինչ-որ առումով անկախ արտաքին քաղաքականություն, բայց
մյուս կողմից նաև ճանապարհ են հարթում թուրքական տնտեսական էքսպանսիայի համար։ Բաթում կարծես թե բոլոր հայերն են այցելել, դա յուրատեսակ մովետոն է, չէ, հայի համար Բաթում չլինել, եւ թուրքական ներկայությունը Բաքվում կարծես թե բոլորը նկատել են։ Կա ավելի մեծ ներկայություն թուրքական, որ այդքան չի երևում, աչք չի զարնում, հա, Բաքվում դա միայն այդ սարսաբեկորի գլուխն է, այսբերգի, բայց թուրքական կապիտալը այսօր իրոք ներկա շատ լայն տարածում ունի Վրաստանում, ասեմ դες, որ Վրաստանը նույնպես օգտագործում է հնարավոր բոլոր լծակները, այդ թվում նաև վրացական համայնքի ներկայությունը Թուրքիայում, վրացական համայնքի մասին Թուրքիայում շատ քիչ է խոսում, բայց կա փոքրիկ, բավական ազդեցիկ վրացական համայնք դա պայմանական է, դրա մեջ մտնում են թե 19-րդ դարի մուհաջիրների, Կովկասից փախածների ժառանգները, որոնք իրենց կապում են Վրաստանի հետ, մտնում են նաև Սև ծովի ափամերձ շրջանների մահմեդականացված վրացիները, որոնք ներկուստ իրենց համարում են վրացի, իսկ այդ սաբեթնոս, այդ փոքրիկ այդ էթնիկ խումբը ինքը բավականին ակտիվ է արտաքին քաղաքացիական ոլորտում Թուրքիայի, անվտանգային ոլորտում, հետախուզություն եւ այլն, այսինքն շատ հետաքրքիր մարդիկ են։ Եվ իհարկե Հայաստանի հետ հարաբերությունները նույնպես Թուրքիայի համար միշտ եղել են յուրատեսակ մարտահրավեր։ Ես ազնվորեն ասեմ, կարելի է դրա մասին շատ երկար խոսել, բայց ժամանակը ինչքան հասկանում արդեն մեզ նեղում է, ուղղակի մի երկու թեզ ասեմ։ Ես չեմ հավատում, որ Թուրքիան ուզում է ոչնչացնել Հայաստանը։ Այսինքն ցանկություն կա իհարկե, լավ կլիներ, որ ընդհանրապես Հայաստան չլիներ, բայց բավականին սթափ գնահատում են իրենց հնարավորությունները, բավականին սթափ հասկանում են նման քայլի հետևանքները։ Դրա համար 20 թվականին Թուրքիան բացահայտ կերպով օժանդակեց Ադրբեջանին, կոպիտ ասած, ուրիշի ձեռքով փորձեց կրակից շագանակներ հանել։ Մյուս կողմից, բայց պետք է ընդունենք, որ Թուրքիայի համար իր արտաքին քաղաքացիության մեջ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը ուղղակի երբեք չի եղել առաջնային խնդիր։ Գիտեք, այստեղ հարցը ոչ թե նրա մասին է, թե Հայաստանը փոքրիկ ճղճմի երկիր է, թե ինչ է։ Հարցը նրա մասին է, որ թուրքերը բավականին պրագմատիկ են իրենց արտաքին քաղաքացիության մեջ։ Որքան է դատելով թուրքական սերիալներից, մենք տեսնում ենք այսպիսի հուզական կերպարներ եւ այլն, բայց մարդիկ ամեն ինչ լավ հաշվում են։ Եվ իրենց գնահատականով Հայաստանի հետ առկա խնդիրները, որոնք բխում էին նախկինում ասենք թե Ղարաբաղյան հարցի առկայությամբ, ցեղասպանության ճանաչման գործընթացով եւ այլն, դրանք հնարավոր է կարգավորել, դրանց լուծումը գտնել այլ ճանապարհով, չգնալով հավելյալ խնդիրներ ստեղծելու ուղղությամբ։ Սենց մի օրինակ բերեմ, 2000-ական թվականներին մի տարօրինակ բան տեղ ունեցավ, տասնամյակներով Թուրքիայում արգելում էր օգտագործել նույնիսկ ցեղասպանություն բառը։ 2000 մոտապես 4-5 թվականներից Թուրքիայում պաշտոնապես թույլատրվեց, Թուրքիայում նույնիսկ անցկացվեցին ցեղասպանության խնդրին նվիրված մի շարք կոնֆերանսներ, որոնց ընթացքում առաջին անգամ Թուրքիայի, հանրապետական Թուրքիայի պատմության մեջ պաշտոնական ամբիոններից հնչեց ցեղասպանություն բառը եւ ոչ որ դրա համար պատիժ չկրեց։ Արտասահմանյան մամուլում նաեւ մեր մոտ յուրատեսակ էյֆորիա կար, ես հիշում եմ այդ օրերը, որ Թուրքիան փոխվում է, այժմ նոր Թուրքիա է եկել եւ այլն, շատ կարճ ժամանակ հետո ամեն ինչ եկավ իր տեղը։ Ցեղասպանության բառի արգելքը, ցեղասպանության ժխտումը դա այն կարծրատիպերից տաբուներից մեկն է, որոնց շուրջը ձևավորված թուրք ինքնությունը։ Իշխանության նոր եկած կուսակցությունը, Էրդողանի կուսակցությունը իր առջև նպատակ էր դրել քանդել այդ
ինքնությունը եւ նրա ավերակների վրա ստեղծել նոր ինքնություն, որտեղ նախկին ինքնությունը դա քեմալիզմի աշխարհիկության հանրապետականության սկզբունքներ էին։ Էրդողանը, Գյուլը եւ մնացածները լինելով այսպես կոչված mild իսլամի ներկայացուցիչներ, իրենք որոշել են, որ մենք պետք է քանդենք դա եւ դրա հիման վրա ստեղծենք վերադառնանք մեր ակունքներին։ Եվ ցեղասպանության հարցը նույնպես օգտագործվեց որպես յուրատեսակ մի գործիք, որը քանդում էր դա, որտեղ թիրախը նախ եւ առաջ դա նույն իթիադականներն էին, նույն քեմալականներն էին, որոնք ի վերջո թշնամի էին նաեւ իսլամիստներին։ Բայց այս իրախարը բավականին կարճ տևեց, որտեղ խաղի վտանգավոր լինելը, որ դա անհնարին է վերահսկել։ Երբ որ դու սկսում ես խոսել հայերի ցեղասպանության մասին, դու չես կարող անտեսել նաև այլ ցեղասպանություններ։ Ի վերջո, ժամանակակից Թուրքիայի պատմությունը դա ցեղասպանությունների պատմություն է։ Մենք խոսում ենք հայերի ցեղասպանության մասին, բայց պետք է խոսենք նաև ասորիների, այլ փոքրամասնությունների, քրդերի, ալևի թուրքերի ցեղասպանությունների մասին։ Եվ Թուրքիայի կառավարությունը որոշակի հետքայլ արեց, դրա գագաթնակետը եղավ նաև հանգուցյալ դրանք հրանտինքի սպանությունը։ Այսօր շատ առումներով Թուրքիայի իշխանությունները համարում են, որ իրենց համար ստեղծվել է բավական բարենպաստ իրավիճակ, բաց այդ կերպով ասում է, որ ներկայիս Հայաստանի իշխանությունները հենց այն իշխանություններն են, որոնք վարում են Թուրքիայի համար ամենաձեռնատու քաղաքականությունը։ Դա ասում է ոչ միայն ասենք թե տարբեր լրագրողների շուրթերից, այլ նաև պետական հայրերի շուրթերից, բայց դա որևէ դեպքում առիթ չի հանդիսանում Թուրքիայի համար փոխելու իր որոշումը եւ բացել սահմանները Հայաստանի հետ։ Նախկինի պես շարունակում է մնալ որպես այդ հարաբերությունների հաստատումը պայմանավորված ինչ-ինչ նախապայմաններով, այսօր մենք հասել ենք այնպիսի մի կետի, որ վերջին նախապայմանը գոյություն ունի, դրա համար պետք է Ադրբեջանի համաձայնությունը։ Երբ որ Ադրբեջանը տա իր համաձայնությունը, այդ դեպքում նոր Թուրքիան կգնա ինչ-ինչ քայլերի։ Եկեք ճիշտ հասկանանք, սա Թուրքիայի համար ուղղակի խնդիր է, որը թույլ է տալիս ուժեղացնել իր դիրքերը այս տարածաշրջանում։ Եվ այս հարցը իր համար նաև շատ կապակցված է նաև Ռուսաստանի առկա հարաբերություններով։ Երկու խոսք է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների մասին եւ փակեմ նյութը, Ռուսաստանի հետ չնայած այն որոշակի մեղրամսի, որը կարծես թե գոյություն ունի, հատկապես մենք ունենք այս քաղաքագետների մի խումբ, որոնք պարբերաբար ամիսը մեկ սկսում են տագնապ հնչեցնել, որ թուրքերն ու ռուսները մեզ ուտում են եւ այլն բան։ Ես դա չէի համարի, որ դա մեղրամիս է, դա յուրատեսակ հաշվարկով ամուսնություն է։ Երեք դասական գրականություն կա, չէ, որ հատկապես ֆրանսիացիների մոտ վեպեր կան Զոլա եւ այլն, որ ասում է աղքատ աղջիկը փսակում է հարուստի հետ, հաշվարկ են անում, կարծես թե սիրում են իրար, բայց իրականում փողի խնդիր է։ Իրենք ունեն իհարկե բազմաթիվ համագործակցության կետեր, բայց ունեն նաև մրցակցային կետեր, եւ այդ մրցակցային կետերից մեկը Հարավային Կովկասն է, մրցակցությունը դրա շուրջ շարունակվում է, ես քանի որ ինձ հեսա շուտով կծեծեն, դադարեցնում եմ։ Շնորհակալություն, իրականում հարցերի համար վերջում ժամանակ